Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ եւ դուք դիտում եք առանց սահման հաղորդումը։ Մենք այսօր Միկայում ենք։ Այսօր այստեղ անցկացվում է 2026 թվականի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։ Ավելի քան 110 մասնակից Հայաստանի ողջ տարածքից եկել են, որպեսզի այսօր պարզեն, թե ով է լավագույնը։ 8 տարբեր քաշային կարգերում մրցելու են տղաներ եւ աղջիկներ։ Այստեղ մասնակցում են Հայաստանի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաեւ մարզիկներ, ովքեր միջազգային ասպարեզում հասել են հաջողությունների։ Իսկ մենք հիմա կգնանք, կհետևենք եւ կպարզենք, ով է այսօրվա լավագույնը։ Да. Он просто Նկարի, ասում Պահի տակ ոստը քաշվում է շուտքի ծանրամարտ է, էլի, թե մի ամիտ էր ես ուղեցնցում ով էլ չեմ պրծնում։ Լավ, գնանք համոզենք։ Բարև ձեզ։ Ներողություն կարող ենք փոքր ինտերվյու վերցնել ձեզ այդ։ Ինչ լավ է։ Հիմա ես պատիվ ունեմ զրուցելու հայկական դրոշը բազմիցս բոլոր երկրներում չեմ վարկեն, բոլոր չէ, շատ երկրներ։ Ես պատիվ ունեմ զրուցելու Ռիփսիմե Խոշոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շատ լավ եմ։ Գիտեմ այսօր մարզիչ եք, ձեզ չեմ ուզում շատ զբաղ։ Այսօր։ Գիտեմ այսօր մրցավար եք, շատ չեմ զբաղացնի։ Ըստ ձեզ, ես իմացա որ աղջիկները այս տարի շատ են։ Ինչպիսի թիմ ունենք։ Աղջիկների մասնախոս։ Շնորհակալ եմ, շատ հրաշալի թիմ ունենք, ասեմ, որ առաջի անգամ նմանատիպ մրցաշար կազմակերպում, որը շատ գովելի է, ողջունելի է, որովհետև մարզիկներին մենք արդեն սովորեցնում ենք, թե ինչպես հանդես գալ Եվրոպա, աշխարհ եւ օլիմպիական խաղերում։ Կան մարզիկներ, կներեք, կան մարզիկներ, որ սրանք առաջի անգամ են հանդես գալի նմանատիպ մրցաշարեր, իրանք պատկերացնում են արդեն եվրոպական խաղերն, հա։ Շատ լարվածություն կար, զգացվում էր, բայց հուսամ շարունակական կլինի նմանատիպ միջոցառումները, որ մեր մարզիկները էլ ավելի ոգևորվեն։ Դե ինձ թվում է ձեր մոտիվացիոն sense խոսքերից հետո այն ռեկորդներով կգնանք առաջ։ Ինչ կմաղթեք մասնավորապես աղջիկներին, որովհետև ես մի քանի հոգու մոտեցա ինտերվյուի ժամանակ, առանձնակի ձեզ ու Նազիկին շեշտեցին որպես մարդ, ով օրինակ է տալոնա ու ձգտում են։ Իրանց ինչ խորհուրդ կտաք, իրանք ինչ կասեք կամ ասենք որ մոտենում են ծանրաձողին, ինչ մտքերով մոտենան, որ բարձրացնեն։ Ամենակարևորը ես մեր աղջիկներն ընդհանրապես մարզիկներին ցանկանում եմ, որ վնասվածքներից խուսափեն, դա ամենակարևորն է։ Արդեն գնան իրենց նպատակների ետևից, իսկ դա օլիմպիական բարձրունքն է մարզիկի։ Ես էլ ոչինչ չեմ կարող ավելացնել, ուղղակի sense ուրախությունից հալվում է ներսում։ Շնորհակալություն։ Ինչ ասեմ, ձեզ մրցավարին ինչ են մաղթում սովորաբար։ Մրցավարին բարի մրցումներ դատել։ Բարի մրցումներ թող լինի առանց ապելյացիաների, չէ՞, որ շնորհակալություն, իսկ մենք զրուցում ենք Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի օլիմպիական բրոնզե մեդալակիր շատ-շատերը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ասես դուխը չի եք, լավ էլ երկեց։ Հարգելի մարզասերներ, պատվարժան հյուրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հարգելի մարզիկներ, մարզիչներ եւ սպորտի նվիրատներ։ Այն, ինչ մենք հենց նոր տեսանք էկրանին, պարզապես հիշողություններ չեն, այն մեր ուժի պատմությունն է։ Այժմ կզրուցենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի հետ։ Հարգանքներս, պարոն Գասպարյան, կներկայացնեք այսօրվա առաջնությունը, ինչով է տարբերվում, ինչքան ժամանակ եք պատրաստվել, այսօր ինչ սպասենք։ Նախ ուզում եմ նշեմ, որ նման չունեցող առաջնություն են կազմակերպել։ Մարզիկների թվով արդեն իսկ հայտարարված եղել են մրցումներից առաջ 110 մասնակից, արդեն թիվը խոսում է արդյունքի համար։ Եվ ձևաչափն ենք փոխել, ավելի մագարտակը բարձրացրել ենք, տեխնիկապես հագեցված առաջնություն ենք կազմակերպել եւ մի քիչ մասշտաբներն է փոխվել, հանդիսատեսի համար հարմարեցրել ենք, հաճելին ենք ցանկանում մատուցել, որովհետեւ հանդիսատեսը սպորտային երկրպագուները մեր կան եւ մեր առաջատար մարզիկներին կարողանան ոգևորել, երկրպագել։
Մենք էլ ենք ճիշտ ասած եկել երկրպագել, ես իմացա, որ այստեղ Հայաստանի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն այսօր հանդես գալու։ Այո, արդեն մենք առաջին խմբով անցկացրեցինք աղջիկների թեթև քաշային կարգերը եւ այստեղ մասնակցում էին աշխարհի մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը եւ մեդալակիրներ տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի չեմպիոններ եւ ուզում եմ նշեմ, որ հիմա բացման արարողությունից հետո նաեւ մասնակցելու են Եվրոպայի եւ աշխարհի մեդալակիրներ։ Այս բոլոր մասնակիցների, այսպես ասած, արդյունքները եւ իրենց նվաճումները խոսում է բարձր մագարտակի մասին մեր առաջնության, որովհետեւ ազատված մարզիկներ չունենք առաջնությունից եւ բոլորն էլ գալու են եւ իրենց բարձր կիլոգրամները ցույց են տալու մեզ բոլորիս։ Ես ոնց հասկացա, դե ամբողջ Հայաստանից գալու են բոլոր ծայրերից կա մարզ, որ չգիտեմ ինչ պատճառով չկարողացել գալ կամ չէ, ներգրավված են բոլոր մարզերի, մարզադպրոցների մարզիկները, սահմանափակումներ չկա, մանավանդ կանանց մրցաշարում մենք անսահմանափակ ենք դրել մասնակցությունը ինչի համար, որովհետեւ զարգ տան կանանց ծանրամարտին եւ մարզեր կան, որ թույլ են արդյունքներով զիջում են մի քիչ, բայց երիտասարդների եւ պատանիների առաջնություններում նրանք էլ կմասնակցեն եւ իրենց կիլոգրամները ցույց կտան։ Իհարկե ներկայացին բոլոր մարզերից մասնակցում են։ Բայց դուք մաքսիմալ փորձում եք մաքսիմալ խթանել համ ոնց որ քանակը լինի, համ աղջիկների միանշանակ ընդཐུպ մինչև ֆեդերացիան, ծանրամարտի ֆեդերացիան որտեղ գրել է մի սկզբունք, որ պետք է բոլոր մարզերում անցկացնենք այս ձևաչափով, որովհետեւ զարգ տանք ծանրամարտի զարգացմանը։ Այսինքն հետագայում մեր մյուս մարզերում կլինի առաջնությունը, թե ինքս այս փոքր մրցութային տարբերակով կանցկացվի էլի։ Բոլոր մարզերում տարբեր, այսինքն հենց կենտրոնացվել ենք մենք Երևանի մայրաքաղաքում ենք կենտրոնացվել, բայց մեր պլաններում եւ մեր ծրագրերում կա, որովհետեւ մյուս տարիներում արդեն տեղափոխենք մյուս քաղաքներ, Գյումրի, Վանաձոր, Սյունիք, ինչու՞ ոչ, բոլոր մարզերում պետք է անցկացնենք անպայման։ Ողջույններ մեր բոլոր մարզերի բնակիչներին, մեր օլիմպիական հայրաքաղաք Գյումրիի ժողովրդին, իսկ տղա աղջիկ հարաբերակցությամբ այս պահին ովքեր են ավելի շատ, որովհետև եթե անկեղծ ես նոր տեսա շատ աղջիկներ, ասես մարտական տրամադրված քայլում էին։ Նշեմ, որ հարաբերակցությունը շատ չի տադանվում, այսինքն շատ տադանվել է, ես համեմատում եմ անցած թվերի հետ, անցած տարիների թվերի հետ։ Իհարկե հիմա ներկայային մասնակցում են թվով 37 աղջիկ, կանայք, բայց անցած տարի մասնակցել են թվով 20-ը, այդ արդեն իսկ խոսում է կազմակերպչական։ Համարյա կրկնակի, եթե կրկնապատկվել է, այո, եւ ինձ թվում է հաջորդ տարին մենք արդեն կանանց ծանրամարտը կբարելավի իր արդյունքները եւ աղջիկների թիվը ավելի կկրկնապատկվի տղաներից կանցնեն։ Կունենան գեղեցիկ չեմպիոններ։ Շնորհակալություն, ես գիտեմ, որ դուք զբաղված եք, շնորհակալություն ամեն ինչի համար, Հայաստանում սպորտը զարգացնելու ու մանավանդ այդ ճյուղը խթանելու համար։ Իսկ մենք գնանք առաջ, տեսնենք, թե ովքեր են մրցելու։ Այժմ ընթանում է բացման պաշտոնական արարողությանը, ներկա են ինչպես պաշտոնական անձիկ, այնպես էլ սպորտի ներկայացուցիչներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզիկներ ու մարզիչներ։ Քիչ անց երբ կսկսի մրցույթը մենք արդեն կգրանք եւ ներսից կմեկնաբանենք, իսկ ես առիթից օգտվելով այժմ շնորհակալություն եմ հայտնում առանց սահման հաղորդնագլխավոր հովանավոր Lead Energy։ Lead Energy, էներգիա առանց սահմանների։ Այժմ մարզիկները նախապատրաստվում են, հոգեբանորեն պատրաստվում են քիչ անց մրցույթին, իսկ մեր թիմը արդեն պատրաստ է ցանկացած մարտահրավերի, որտեղ մեր հովանավորն է գալֆը։ Գալֆ շուկայում առաջատարը։ Մրցույթը շարունակվում է, Սոֆյան Աջարյանը հեսա երկրորդ անգամ պետք է փորձի, ունի մոտ 1 րոպե, որի ընթացքում պետք է գա բարձրացնի ծանրաձողը, հաջողություն եք մաղթում, ծանրամարտի ընթացքում այդպիսի բաներ էլ լինում, քանի որ այս քաշը չբարձրացրեց ու որոշեց նաև կարողացավ
Քաշը հաշվում են։ Այո, շնորհավորում ենք Սոֆիային ու գնում առաջ։ Քաշը դարձնել 61 կիլոգրամ։ Մի բան ասեմ էլի։ Սպորտը դա առողջություն է։ Իսկ եթե ուզում ես առողջությանդ ավելի լավ հետևել, ապա կարող ես օգտվել Garmin-ի Fenix 7 Pro ժամացույցի։ Garmin-ի խանութսրահում կգտնեք ինչպես այս, այնպես էլ ուրիշ սարքեր, որոնց միջոցով կարողանաք հետևել ձեր առողջությանը, իմանալ ձեր զարկերակի ճնշումը, իմանալ ժամը, ամսվա օրը, նաև իմանալ դեպի ձեզ քամի գալիս է թե ոչ ու լիքը հետաքրքիր բաներ։ Այնպես որ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Garmin-ին։ Ես առանց սահման հաղորդման հաղորդավարն եմ, մենք YouTube-ում ենք դուրս գալիս, Հայաստանում սպորտի ու էքստրիմի մասին մեր հաղորդումները, այսինքն շահմարկ կա, կարատե կա, ծանրամարտի առաջի անգամ է ու ոնց հասկացա դուք չեմպիոն, այսօր մենակ չեմպիոններն են մեր խոսել։ Ալեքսանդրա ջան, դուք այն տարեկան եք։ 21։ Այսինքն երիտասարդների բանում եք հանդես գալիս։ 23 ու մեծեր։ Հա։ Հիմա ես խնդրելու եմ պատմեք, արդեն նկարում ենք, այժմ կզրուցենք մասնակից ու ոնց հասկացա չեմպիոնն է Ալեքսանդրա Գրիգորյանն է։ Ալեքսանդրա ջան, բարև ձեզ։ Նախ կուզեմ ասեք, երբ եք չեմպիոն դառել ու որ քաշային կարգում։ Ամենաբարձր տիտղոսը որ ունենք Եվրոպա, աշխարհը որն է։ Ամենաբարձր տիտղոսս եղել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոնությունը, եղել է 2004 թվականին ու մեծահասակների աշխարհի բրոնզե մեդալը նորից 2024 թվականին։ Ժամանակ 19 տարեկան եք եղել։ Այսօր արդեն մասնակցել եք դուք։ Որտեղ եք գրավել։ Առաջին։ Ասում եմ, Հայաստանի չեմպիոնի հետ եմ ես։ Ինչքան ժամանակ զբաղվում եք ծանրամարտով։ Ես արդեն 8 տարի եմ մարզվում եմ ծանրամարտով, 12 տարեկանից։ Ինչից հետո որոշեցիք, որ ծանրամարտը ձերն է։ Սկզբից չէի հասկանում, որ կարողանամ հասնել բարձր արդյունքների, բայց երբ դարձա երիտասարդների աշխարհի չեմպիոն, արդեն բարձր արդյունքների ավելի։ Քանի միջազգային մրցույթի եք մասնակցել այդ 8 տարվա ընթացքում։ Շատ են։ Ինչ խորհուրդ կտաք մյուսներին կամ դուք որ մոտենում եք ծանրաձողին։ Դուք ձեզ ինչ եք ասում, որ այդ ուժը ստանաք։ Ինչ խորհուրդ կտաք։ Որը հավատքն է ու վստահությունը մարզիչին ու ինքները իրենց։ Մենք ձեզ 28 թվականին տեսնելու ենք օլիմպիական խաղերին։ Առաջացված կպատրաստվենք օլիմպիական խաղերին, բայց մինչև այդ տեղի կունենա 2027 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունը Հայաստանում ու նախանդես գալու դեպքում արդեն կարողանանք օլիմպիադա գնալ։ Դուք որ մարզն եք ներկայացնում։ Գյումրի։ Տեն մեկ չէ, ասենք ես հափորձում եմ սենց ընտրության հնարավորություն թողել, չնայած զգացումը բարբառեց որ Գյումրուց եք։ Բոլորը Գյումրուց են, ու մոտեցել են չեմպիոնները Գյումրուց են։ Գյումրին քանի օլիմպիական չեմպիոն ա տվել, գիտեք։ Հենց Գյումրի։ Հա։ Իմենով Արտուր Ալեքսանդրանն է օլիմպիադայի չեմպիոն էլի։ Դե ոսկի մեդալակիր, բայց օրինակ բրոնզել ունենք, արծաթել, չէ։ Հա, այս մրցմանը կհարցնենք։ Չէ, ընդհանրապես Օլիմպիադայից միշքան գիտեմ մենակ Արտուր Ալեքսանդրանն է, բայց ծանրամարտի օլիմպիադայի չեմպիոն աղջիկներից չունենք։ Կունենանք, հաշվի առնելով նոր փոփոխությունները, համարյա կրկնակի ավելի աղջիկ կսկսեն մասնակցել այս տարի։ Հա, ավելի շատ ենք գնալ, բայց պետք ոչ ոք։ Այստեղ ում եք երկրպագում, ով եք ուզում հաղթի։ Դե այստեղ տարբեր քաշային կարգ են, բնականաբար մեր գումրեցիներին ավելի շատ։ Ձեր ընկերուհիներից ով այսօր մասնակցելու։ Աննա Ամրոյանը, Էմա Պողոսյանը, Մերի Թումասյանը։ Դե մարդ չմնաց։ Բոլորը մեր ընկերներ են, պրոստի գումրեցիները ուրիշ են։ Շնորհակալություն եմ հայտնում, երբ թե այսքանը։ Քեզ էլ եւս մեկ անգամ շնորհավորում ենք։ Ես համոզված եմ Հայաստանի հիմնը հենց շատ երկրներում կհնչեցնես։ Իսկ հիշեցնեմ, որ զրուցում ենք նաև արդեն այսօրվա Հայաստանի չեմպիոն գեղեցկուհի Ալեքսանդրա Գրիգորյանի հետ։ Ապրեշատ։
Քանի դեռ այս պահին ընդմիջում է, դու կարող եք արդից օգտվել, սեղմել պաուզան, բաժանորդագրվել մեզ Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում, որպեսզի եւ տեղեկացված լինեք Հայաստանում կատարվող սպորտային, էքստրեմի հետ կապված բոլոր նորություններին։ Դրան գումարած մեզ այդքանով կքաջալերեք, որպեսզի մենք մեր գործը ավելի սիրով անենք, ավելի եռանդով եւ պարզապես տարածենք ու շատ մարդիկ իմանան, թե ինչեր կա Հայաստանում։ Առանց սահման։ Արդեն լարվածություն ամտնել, բոլորը հետևում են մարզիկներին, պետք է ուժ, իսկ մենք ուժը կլիցքավորվենք խմելով մեր գլխավոր հովանավոր Elite Energy ըմպելիքները, գնացինք, արի։ Այժմ պատիվ ունեմ զրուցելու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մնացած էլ չասեմ, գեղեցկուհի Աննա Ամրոյանի հետ։ Աննա ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Լավ, այսօր մասնակցում եք, որ քաշային կարգում եք։ Այսօր մասնակցում եմ 77 կիլոգրամ քաշային կարգում։ Շատ մրցակիցներ կան։ Ոչ։ Չունեմ այդպես շատ մրցակիցներ։ Չէ, նկատեմ շատ մարդ է մասնակցում այդ քաշային։ Այդ քաշում դերեք չեմ անգեղտուսած, բայց Հայաստանի մասշտաբով մի քանի հոգի երևի։ Ինչքան ժամանակ զբաղվում եք ծանրամարտով։ Ծանրամարտով արդեն մոտավորապես 6 տարի։ Վաղուց եմ սկսել պարապել, մարզվել։ Սկզբում մարզվել եմ գիմնաստիկա, հետո նոր ծանրամարտ։ Ինչից հետո որոշեցիք, որ ծանրամարտն է ձերը։ Չգիտեմ, անգեղտացած Նազիկ Գավդալյանին տեսնելով այդպես եմ եկել ու սիրել եմ։ Նույն մարզից եք։ Այո։ Լեննական, Շիրակ։ Այո։ Ինչ ուզում եմ, մտքից թռավ։ Հա, խնդրելու եմ թվարկեք ձեր ունեցած տիտղոսները, որովհետև ես կրկնակի Եվրոպան ասի, բայց գիտեմ, որ էլի կա։ Կրկնակի Եվրոպայի չեմպիոն եմ երիտասարդների, կրկնակի երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, դեռ այսքանը։ Դեռ այսքանը, ինձ թվում է 6 տարվա ընթացքում դա հսկա ճանապարհ որ անցել եք։ Այսօր տեսնեմ, որ մարտական եք տրամադրված։ Այո։ Առաջի քաշը ինչքան եք դրել։ Երևի 90, այդքանից սկսեմ։ Իսկ ձեր անձնական ռեկորդը ինչքան է։ Անձնական ռեկորդս 107 է եղել։ Հա։ Հիմա որ Հայաստանի մրցումները դեռ շատ պատրաստ չենք։ Հա։ Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, դրան ենք ամենաշատը պատրաստ։ Որտեղ է լինելու, որ Վրաստանում երկրպագենք։ Այնպես որ Աննա Ամրոյանին բոլորս երկրպագելու ենք այն ժամանակ, չնայած հիմա էլ ենք երկրպագել։ Ինչ ասեմ, ձեզ մաղթում ենք հաղթանալ, թող հաղթի ու ժեղագույնը, կժծրեք։ Ապրիլ։
Ցանկացած սպորտում կարևոր է ընտրել ճիշտ մարզիչ եւ ճիշտ մարզվել, որպեսզի չունենաս առողջական խնդիրներ կամ վնասվածքներ։ Իսկ եթե դուք ուզում եք, որպեսզի ձեր մեքենան լինի անխափան, ապա մենք խորհուրդ ենք տալիս Motul-ը։ Այսօր առավոտից լարվում եմ։ Ինչի՞։ Ինչքան չեմպիոն հպարտություն ունենք Հայաստանի։ Հավաքվել է։ Այժմ կզրուցենք Հայաստանի հպարտություն լեգենդ Նազիկ Ավդալյանին։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ձեր կարծիքը կուզեմ մրցույթի մասին, ոնց ասած։ Հարցազրույց եմ տալիս։ Եղիկ ջան, 2 վայրկյան ու բան։ 2 րոպեից մոտեցեք։ Ձեր կարծիքը մրցույթի մասին, որտեղ ոնց հասկացա, այս մեկը աննախադեպ է, նախ իր ոնց որ մասշտաբներով, հետո այս անգամ աղջիկները շատ են։ Ոնց է։ Լավ, դու ոնց ես։ Բալիս, հարցազրույց աղբերես, մի վայրկյան որ դուրս գաս կադրից։ Դա մեկ սիրված եք ճիլու։ Այս sense մի խոսքով ես այդ տեքստը մոռացա։ Ձեր կարծիքը մրցույթի մասին։ Ես հաճելիորեն զարմացած եմ, քանի որ դա այն մրցույթն է, ինչը որ ես ամբողջ իմ մարզական կարիերայի ընթացքում երազում ու պատկերացնում էի, որպեսզի Հայաստանում լինեն այնպիսի մրցումներ, որը կհիշեցնի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, եւ ի ուրախություն ինձ եւ մեր բոլորիս արդեն այդ շունչը զգացվում է, եւ երեխաները այո, պետք է նույնիսկ ներքին առաջնությունները մասնակցում այնպես, որ զգացվի իրենք դուրս են գալիս մրցումների։ Դուք ձեր կյանքից քանի տարին եք նվիրել ծանրամարտին։ Կարելի ասել 5 տարի էին զբաղվում եմ ծանրամարտով, ամբողջ իմ սպորտային կարիերան քիչ է, բայց երևի թե բավարար է, այդքանը պետք է լիներ։ Քանի որ հեսա կարող է սկսենք հարց, այն երեխաներին, չնայած այն մարդիկ, ովքեր մոտենում են ծանրաձողին, իրանք ինչ ասեն մտքում, որ հեշտության բարձր, դուք ձեզ ինչ եք ասում, այդ վերջի պայն ոնց եք մոտիվացնում ձեզ։ Սան ուշադիր ասում։ Լավ։ Ես իմ խորհուրդը ամենայնևս կամ սա երևի իմ ձևն է եղել, ես միշտ մտածում էի ճիշտ անելու վրա, կենտրոնանում էի ճիշտ անելու, որպեսզի շատ բնականաբար շեղող մտքեր կան, ստրեսները, պատասխանատվությունը, դրա համար ես ինձ միշտ կենտրոնացնում էի ճիշտ անելու վրա։ Այսքանը այնպես բան չէիք ասում, մտքում են, ոչ։ Ես գախնիկներ ես չեմ ունեցել։ Ձեր տիտղոսները մի հատ կհիշեցնեք, դուք աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր։ 5-րդ մրցանակակիր, բայց մասնակցել եք։ Ես հիշեցնեմ, մենք զրուցում ենք Հայաստանի լեգենդ Նազիկ Ավդալյանի հետ։ Ձեր շնորհակալություն Հայաստանի սպորտը, մասնավորապես աղջիկների համար, այն զարգացնելու համար։ Շնորհակալ եմ։ Որտեվ ասեմ, տեսնեթին կարողով ասեմ, մենք ու մոտեցանք, ձեզանով շատերն էին ոգևորված, ոգեշնչված, ասում էին մենք տեսել ենք, ուզում ենք տենց լինենք, դուք էտալոն եք։ Շնորհակալություն, որ դուք կաք։ Շնորհակալություն։ Տեսեք, վերջից չի։ Դուքը սկսեց երիկել։ Բայց հələ որ բարդային, սենց չենք անի։
պատրաստվելու ուժյալները։ Karşıya başvurmayın. Sizleri fazlasıyla sana çok iyi olduğum Bakanlığı yaşayın. Boks şampiyon, Avrupa ilk şampiyon. Arzu olan izleyenler, boksunu yeniden. Karşıya başvurmayın. Arzu olan izleyenler.
Դա ինձ սիրելի հետևորդն է, ապա բայց ձենս բարձր է։ Լավ։ Սա ինձ էին լսում։ Լավ, արի կամած կասեմ, դու ձենս կուժեղացնես։ Ասի։ Դա ինձ սիրելի հետևորդներ, սիրելի YouTube-ասերներ, առանց հաղորդման հերթական թողարկումը մոտենում է իր ավարտին։ Մենք այսօր մի կայում ենք, որտեղ անցկացվում է 2026 թվականի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։ Մենք այստեղ ծանոթացանք նոր չեմպիոնների հետ, խոսեցինք հին չեմպիոնների հետ, կազմակերպիչների հետ։ Իմացանք, որ 27 թվականին Հայաստանում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, լավ նորություններից եւ դրեցինք մեր ուղղությունը, նպատակը մեծ թիմով մասնակցելու 2028 թվականի օլիմպիական խաղերին։ Այսքանով մենք ավարտում ենք, շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հովանավորներին, գործընկերներին։ Ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում։ Իսկ մինչև այդ դուք բաժանորդագրվում եք մեզ Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում առանց սահման։